Թվում էր, թե քննարկման ժամանակ առանձին հռետորներ պետք է ասեին, թե ինչ ճանապարհներ են տեսնում, որպեսզի այն մեծ պոտենցիալը, կրկնում եմ, այն մեծ պոտենցիալը, նաև ֆինանսական պոտենցիալը, որը այսօր կա Հայաստանի Հանրապետությունում, ավելի նպատակային օգտագործվի։ Իսկ որ մեծ պոտենցիալ ասելով չստացվի լեզվի սայթակում է, պաշտոնական թվեր բերեմ։ Եվ այսպես, եթե 2007 թվականին դոլարային արտահայտությամբ առևտրային բանկերում ներգրավված ավանդները կազմել են 1 միլիարդ 65 միլիոն դոլար, ապա 2014 թվականին 3 միլիարդ 213 միլիոն դոլար։ 8 տարում 301%-ով ավանդները շատացել են դոլարային արտահայտությամբ, դրամական արտահայտությամբ 367%-ով։ Հսկայական ռեսուրս եւ ֆինանսական ներուժ արդեն կա բանկային համակարգում, իսկ դա հենց այնպես չի լինում։ Այո, ինչ կանել քննադատենք, մասնավորապես նաեւ ես, վարվող տնտեսական քաղաքականության այս կամ այն դրսևորում կամ դրամավարկային քաղաքականության այս կամ այն դրսևորում կվինտեսենցիան այս թվի մեջ է նաեւ։ Եվ քննադատությունը մի նպատակ է հետապնդում չարչարանքի, ճիշտ քաղաքականության, բարենպաստ պայմաններ ստեղծելու պայմաններում 3 ու 6 անգամ ավանդները 8 տարում շատացել են, աննախադեպ է սա։ Ակումուլյացիան է, սա ինդիկատոր, ինտեգրալ ցուցանիշն է։ Մյուսը արդյունաբերությունում վարկավորումը, եթե 2007 թվականին բանկերի կողմից եղել է ընդամենը 164.5 միլիոն դոլար, 2014-ին 999 միլիոն դոլար։ Տեսեք ինչ հսկայական աճ է։ Այո, սա դրական աշխատանքի արդյունք է։ Բայց մեր քննադատությունը մեկն է, որ այսքան դժվարության պես, եթե ապահովել ենք, սա ավելի նպատակային ծառայեցնենք։ Եվ սրա շուրջ պետք է վիճաբանությունը գնա։ Եվ ոչ թե այստեղ որպես կատաստրոֆա ներկայացնեն բանկերի խոշորացումը։ Պարոն Հարությունյանը շատ ճիշտ ասեց, ինքնին հասկանալի է, Հայաստանին այսօր պետք են էժան փողեր, խոսքը դրսից ներգրավող վարկերն է։ Բանկ դուքյաններին ոչ մի իրան արգող բանկ, JP Morgan կլնի, Deutsche Bank կլնի, վարկ չի տա, որովհետև կապիտալն նա պետք է տեսնի, սա է պատճառը, և բանկերը և ուրեմն վարկային կազմակերպությունները իրարից զանազան ենք, բանկերը պետք է այն էլ փոքր Հայաստանի պայմաններում, պետք է խոշոր դրսի համար հարգանք և վստահություն ներշնչող հիմնարկներ և գործակալություններ լինեն։ Խոսքը գնաց նաև այն մասին, թե ուրեմն տնտեսություն չկա, այդպես չի կարելի սևացնել 100,000-ավոր մարդկանց աշխատանքը, որի արդյունքը, կրկնում եմ, ակումուլացվել է այս թվերի մեջ։ Խնդիրներ կան, դրանից ավելի խիստ ասում են նույն հանրապետական խմբակցության պատգամավորները, դիցուք այս ամբիոնից հնչած նույն Հայկ Բաբուխանյանի ելույթը։ Խոսքը նրան մասին է կարողանանք արդյունավետ օգտագործել, իսկ ինչպես արդյունավետ օգտագործել, արդյունավետ կկարողանանք օգտագործել այն պայմաններում, եթե վարկային տոկոսադրույքը լինի ավելի քիչ, քան սպասվող եկամուտը այդ գումարները տնտեսություն ներդնելու հետ կապված։ Իսկ ինչ ճանապարհներ կան, դա էժան փողերի քաղաքականությունն է, որ չստացվի 24 մինչև 24% տարեկան տոկոսադրույքով վարկ տան, հետո 30% նվազագույնը պետք է շահութաբերություն ակնկալվի, որ կարողանա այդ մարդը վարկ վերցնի։ Ամեն կռիվը և բանավեճ ավելի շուտ, որ պետք է ներդաշնակեցվի հարկաբյուջետային քաղաքականությունը և դրամավարկային քաղաքականությունը միայն այս հարցի շուրջ է, որ գտնենք օպտիմալը, գտնենք այն ոսկե միջինը, որը բնականաբար առևտրային բանկերին
շահույթը ապահովի, իսկ որն ամենակարևորն է, ներդրումային դաշտը դարձնի ավելի հրապուրիչ, հատկապես դրսից ներդրողների համար։ Հիմա սա այն դեպքն է, բաժակը երբ կիսով չափ է լցված, մարդը ասում է կիսադատարկ բաժակա, մարդը ասում է համարյա կեսից ավելին կա։ Մենք այս քննարկման նպատակը ես դրանում եմ տեսնում եւ շատ հետաքրքիր դրական սիմպտոմ եմ տեսնում, որ ամենասուր հարցադրումները հանրապետական խմբակցության կողմից են բարձրացվում, որտեղ հանրապետական խմբակցության նաև մասնակցության եւ չարչարանքի արդյունք է, որ 366%-ով ուրեմն ավանդներն են աճել ընդամենը 8 տարիների ընթացքում, 8 տարիներ, երբ 2.5-3 տարին գնացել է ֆինանսատնտեսական լրջագույն ճգնաժամի, այսինքն բանկային համակարգը կարևորագույն խնդիրներից մեկը լուծել է, նա վստահություն ունի մեր հանրապետության ազգաբնակչության կողմից, բայց նորմալ վիճակը ավելի նպատակային չօգտագործենք, իհարկե օգտագործենք, սա է հիմնական հարցերի հարցը, իսկ արդեն թե ինչ մեխանիզմներով եւ ինչպես, դա դասագրքային ճշմարտություններ են, ես երեկ ասեցի, այսօր էլ կրկնեմ, եթե մենք կարողանանք հասնենք այն բանի, որ արտադրողականության աճի տեմպը գերազանցի տրամական զանգվածի աճի տեմպին սղաճից վախենալ պետք չի, կնշանակի գերխնդիրը ուրեմն տնտեսության առաջընթաց զարգացման աճի տեմպ ապահովելն է, ինչ ճանապարհներով հարկասում ենք բոլորս գիտենք, պետք է համապատասխան ծախսերը, որոնք ուրեմն անմիջականորեն ազդում են ինքնարժեքի վրա իջեցնել, իսկ թե ինչ ծախսեր են ազդում ինքնարժեքի վրա, հիմնական մայր ճյուղերը տնտեսության մենք պետք է առանձին թղթի վերցնենք, մայր ճյուղերը թղթի վերցնելուց գնա գոյացման մեխանիզմները տեսնենք եւ տեսնենք պետության կարգավորիչ դերը, որը ներհատուկ է կենսիանականություն որդեգրած քաղաքականությանը, ներազդենք, որ այդ հարցերը լուծվի։ Այդ տեսակետից պարոն Մելքումյանի առաջարկը միգուցե ճիշտ է, որ խելքի տանք հասկանանք, որովհետև կրկնում եմ, ափսոս է 8 տարում գտնվելով շրջափակման մեջ, կիսապատերազմական վիճակում, հաղթահարելով ուրեմն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ունենալ նման ոգևորող թվեր եւ դրանք չօգտագործել մաքսիմումով, դա աններելի կլինի բոլորիս համար եւ թող ներվի նաեւ հանրապետական խմբակցության համար։ Շնորհակալություն։ Ելույթներն